Լուսահոգի Արտուր Մեսրոպյանին կախված վիճակում գտա։ Ինքը խնդիր էր ունեցել, օֆիցերների հետ էր ունեցել խնդիր։ Սկզբից ասում էին ինքնասպանություն, հետո արդեն ինքնասպանություն չի։ Իր եղբորը շորիվուրից Արոնը գտել էին, կարգը համապատասխանում է։ Ըստ գործի Արտուրի վիզնա կդրած, երկու երակներն է կդրած, ոչ մի ապացույց չկա։ Դաժե դատավորը, որ վճիռը կարդում է, չի ասում, որ այսինչ Արոնը համապատասխանում է, մատնահետքը համապատասխանում է։ Չարացանցանքի համար նստել ենք։ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան Արցախի Հանրապետության զորամասերից մեկում հայտնաբերեցին ժամկետային զինծառայող լուսահոգի Արտուր Մեսրոպյանի դին, որը 2 օր համարվում էր անհետ կորած։ Ում ծնողները եւս իրենց որդուն ճանապարհել էին ծառայության, սակայն որդու փոխարեն նրա դին դիմավորեցին։ Սպանության հետևանքով մեղադրյալի աթոռին հայտնվեցին 3 զինծառայող՝ Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանը, Սուրեն Չոբանյանը։ Դատանը Արտուր Քոչարյանին ցմահ ազատազրկման դատապարտեց։ Նա 20 տարի է բանտում է, չի ընդունում մեղադրանքը, պնդելով, որ ինքը չի սպանել Արտուր Մեսրոպյանին։ Իսկ ահա նրա ծառայեկից ընկերները Ավետիք Թումանյանը, Սուրեն Չոբանյանը ազատազրկման դատապարտվեցին 15 տարի ժամկետով։ Վերջիններս եւս պնդում են, որ սպանության հետ կապ չունեն։ 2019 թվականին իրենց պատիժը կրելուց հետո Ավետիք Թումանյանը եւ Սուրեն Չոբանյանը հայտնվեցին ազատության մեջ, սակայն շարունակում են պայքարել անարդարության դեմ, դիմումներով, հայտարարություններով, որ սպանության հետ կապ չունեն։ Եթե կգտնեն մեկ ապացույց, որ իրենք են կատարել, պատրաստ են հետ վերադառնալ կալանավայր։ Քանի շնչում եմ պիտի խոսեմ, արդարություն չկա, մենակ խոսում են։ Մեզ հետ զրույցում պատմեց 15 տարի բանտում անցկացրած Ավետիք Թումանյանը, որը շարունակում է արդարություն փնտրել։ Լավ տրամադրվածությամբ զորակոչվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ բանակ 2003 թվականի մայիսին։ Տարի 3 ամիս ծառայելուց հետո այդ դեպքը տեղ ունեցավ, լուսահոգի Արտուր Մեսրոպյանին կախված վիճակում գտան։ Մինչև այդ կորած էր չկար, չէին գտնում։ Գումարտակով են փնտրել, մեր վաշտով են փնտրել, չի եղել։ Էդի սեպտեմբերի 19-ից իմացանք, որ զորամասում չի։ Սեպտեմբերի 21-ին գտան կախված վիճակում ու այդ ձև ռազմական ոստիկանություն ու սկսվեց։ Ինչու հենց ձեր վրա սևեռվեցին։ Ես չեմ կարող, այդ հարցը շատ մարդիկ են տալիս, բայց չեմ կարող ասեմ, ինչի հենց մենք։ Թույլողակն էիք կամ ինչ-որ խոսակցություն եղել էր Արթուրի հետ, որ հենց ձեր վրա սևեռվեցին։ Խոսակցությունը եղել էր, մեր հետ չէր եղել, ինքը խնդիր էր ունեցել, օֆիցերների հետ էր ունեցել խնդիր։ Բայց օֆիցերները հետո գործից հանեցին։ Մեզ այդ ժամանակ 19 հոգու բերեցին Ստեփանակերտի ռազմական ու տեղից սկսվեց։ Այդ ջարդենց այդ ցուցմունքներ կորզել, բայց մենք ասել ենք, որ տեղյակ չենք ընդունում, ոչ մի բանից տեղյակ չենք եղել։ Արթուրին այդ օրը տեսել էիք, այդ դեպքի օրը, դեպքից առաջ կամ չգիտեմ էլի, այդ որ մինչև այդ փնտրում էին էլի մահացողին։ Տեսել էինք, մեր հետ, մեր վաշտում, մեր զորանոցում։ Խոսակցություն կոնֆլիկտ ձեր հետ չէր ունեցել Արթուր Քոչարյանի Սուրենի հետ։ Ոչ։ Կոնֆլիկտ ունեցել է օֆիցերի հետ ունեցել, սպայի հետ կոնֆլիկտ ունեցել։ Հետո հարթվել էր, բայց տեղի ունեցավ դեպքը։ Ձեր գործողությունները ինչու՞մն էր, օրինակ Արթուր Քոչարյանի դեպքում ասում են, որ Արթուրն է հրահանգներ տվել, գնացեք սա բերեք, նա բերեք, սա արեք, նա արեք։ Ձեզ ինչ էին վերագրել։ Անդրանիկ Կարապետյանը, որ ցուցմունք է տվել մեր դեմ, զրպարչական կեղծ ու այդ 5-րդ կամ 6-րդ ցուցմունքն է եղել իրա։ Իրար հակասող ցուցմունքներ է տվել ինքը։ Անդրանիկ Կարապետյանի աղբոր ֆորումի վրից բան էին գտել, Արուն էին գտել,
մտածելով որ աղբերը կարա կապ ունենա կամ չգիտեմ ինչի Անդրանիկ Կարապետյանին մեզ հետ չէին բերել Ստեփանակերտ ինքը տենց մի 10 օր 15 օր հետո չգիտեմ գրում է որ ես խփել եմ գործի մեջ կա իրացուցմունքում կա որ ինքը ձեռ է բարձրացրել լուսահոգի Արթուր Մեսրոպյանի վրա Տես տարբեր հակասական ցուցմունքներ էին գտվել վերջին ցուցմունքը ինքը արդեն մեզ բերեցին Գասպարյան Վովայի մոտ Ստեփանակերտից մի 15 օր հետո եթե չեմ սխալվում ու դեռ նորից շարունակվեց ինձ դաժե Գասպարյան Վովայի մոտ են տարել Գասպարյան Վովան ասում է դու ասում ես քննիչները ոնց ասում են դու համուր չեն ասում ես պետք չի բառացի գրել Պրոստը հարցերը կտան հա չէ ու վсё դու չես կթողենք քեզ հետաքրքրվել էին որ աղբերս էլ պետք է ծառայության արդեն գնա ինքն է չի ծառայի կամ կծառայի մեր զորամասերից մեկում ասեցի պարոն գեներալ մայոր ես չեմ կարա ինչ որ մեկի վրա շառ անեմ ոնց բառացի ոնց ասել եմ այտենց էլ ասում եմ չեմ կարա զրպարտեմ ինչ որ մեկի բա գնա մտածի մի խոսքով մտածեցի ասի ես չեմ կարա տեղյակ չեմ ես որ ինչ որ բան ասեմ ու 2-3 օր հետո Անդրանիկ Կարապետյանը նույն բանը իմ դեմ ասում էր Դաժե այդ ժամանակ Արմեն Հակոբյանն էր արդեն քննիչը Հայտնի զինվորականների գործ կարող, փնթի գործանող Արմեն Հակոբյանը Ավեկիկից ձեզ ում դեմ էին ստիպում որ գրեք Արթուրի Այսինքն ես գրում էի, ես հիմա ալնում էի Անդրանիկ Կարապետյանի տեղում, Անդրանիկ Կարապետյանը իմ տեղում ու մնացածը ոնց իրաց տեղում մնում են Բայց ես չեմ համաձայնվել այդպես Գրեիք, որ ըստ էության Արթուրն է կազմակերպել Տեսեք, որ գրում է Անդրանիկ Կարապետյանը ցուցմունքը, ասում է, որ ինքը մեզ տեսել է ինչ-որ հեռավորությունից։ Դաժե դատարանում դատավորը հարց է տալիս, թե մեր պաշտպաններից մեկը չեմ հիշում։ Բա ոնց տեսար այդ մթին, ասեց լուսնակ գիշեր էր, բայց պաշտպանները կարում են չէ իմանան Լուսնակ չէ, այդ օրը դաժե լուսնակ չի, տենց դատարանում էլ այդ է ասում են։ Ջահանգիրյանի պատվերով ում է մնացածի Պողոսյան Լովիկ Ջահանգիրյանի կատարածություններից էր երևի։ Էլի քննիչ էր։ Չէ, մեզ դատավորն է, Արաչայցյանի դատավորն է։ Անարդարություն է։ Զինվոր էր մահացել, ես ուզում եմ այստեղ քանի որ Արթուր Քոչարյան բոլոր դեպքերում այսօրություն պատմել էր Անդրանիկ Կարապետյանի ձեր դեմ ցուցմունք տալը ինչ վախերի հետևանքեր իր եղբոր Մարունի իր եղբորը Շորիվուրից Արունը գտել էին, կարգը համապատասխանում է, բայց Արունը միակ բանն է, որ կարան Արունով իմանան, այդ տվյալ Արունը ում Արունն է։ Նույն ձև լիքը նմուշներ են մեզնից վերցրել, բայց ոչ մի բանը չի համապատասխանում, այսինքն մենք կապ չունենք, պետք է պրոֆեսիոնալ մարդիկ լինեն, որ այդ գործը տենց ոչ մի ապացույց, այդ փորձագետները ոչ մի ապացույց չեն գտել, որ մենք կապ ունենք այդ գործի հետ։ Քանի տարի դուք նստեցիք։ 15 ու մի 10 օր։ Բան 18 տարեկան երիտասարդ ու 15 տարի անցկացրեցիք բանտում։ Մի փոքր կուզենամ բանտի կյանքը էլի 18 տարեկանում որ մտակ բանտ, ուզում եմ մի քիչ այդ զգացողությունը։ Ես իմ բանտի կյանքը անցնենք։ Ես եմ չգիտեմ։ Իրականում շատերը դժոխք են համարում, խորհուրդ չեն։ Չէ, դժոխք չկա։ Մարդը որտեղ է լինի իր մաքրությամբ, իր ցույց է տալի ինքը, կապ չունի որտեղ ես, դուրսն ես, գաղութում ես, մարդ մնաս ու վերջ, էդ է։
Ձեր 3 զինվորներից միայն Արթուրն ինձ Քոչարյան Արտուրին, Չոբան Սուրիկին, Արաչյացյանը ծմադատապարտեց։ 9 ամիս հետո վերակնիչը ինձ ու Չոբան Սուրիկին 15 տարի տվեց, Քոչարյան Արտուրինը թողեց անփոփոխ։ Պայքարել ենք, մենք ընդեղած ժամանակ ենք պայքարել, ու Արտուր Քոչարյանը միշտ է պայքարում, տարբեր տեղեր գրվել է։ Դիմել ենք, որ կոպիտ սխալներ է եղել, օրինակ իմ պահով, իմ առաջի հոդվածը, որ դրել են, պաշտոնական դիրքի չարաշահում են դրել, 10 օր հետո մեր բռնվելուց, բայց ես հասարակ շարքային եմ եղել, պաշտոն չեմ ունեցել ես, ու տեղից սկսվել է, հորինվածքներով, մեկը չկա, որ բացի Անդրանիկ Կարապետյանի կեղծուցմունքը չկա ուրիշ բան, որ ապացուցի մեր մասնակցությունը այդ գործին։ 15 տարի բանտում դասեր տվեց բանտը։ Դասեր ոնց ասեմ։ Ոնց եղել եմ, տենց մնացել եմ, դաս չգիտեմ, դասեր շատ բան ենք սովորել կյանքից։ Կա մի բան, որ ափսոսում եք ավետիք այնտեղ։ Որտեղ։ Բանտում որ եղել եք։ Ուղղակի կորցրել եմ իմ տարիները։ Չարած հանցանքի համար դատապարտվել ենք, կորցրել ենք մեր տարիները, բայց փառք Աստծո, դուրս ենք եկել, ստացվել է, Աստված կամեցել է, ստացվել է։ Քանի տարի ազատության մեջ եք։ 19 թվականի հոկտեմբերի 1-ից, համարյա 7-րդ տարվա մեջ ենք։ Քանի տարեկան եք, որ այդ ժամանակ։ 34 տարեկանում բանտից դուրս եկաք։ Ու առաջին քայլերը բանտից։ Առաջին քայլերը չեմ մնացել այստեղ։ Հայաստանում չեք, ինչու՞։ Չարացել եք հայրենիքի նկատմամբ։ Չի ասի չարանալ, բայց բոլորը ծնողներս, հարազատներս ընդեղ են համարյա։ Պես գնացինք ու հիմնվեցինք ընդեղ։ Աշխատանք, հետո ամուսնացան։ Ու տենց։ Բալիկներ ունեք։ Ունենք։ Տղաներ եք։ Աղջիկ։ Ձեր տղային ինչ եք սովորեցնում, շատ հետաքրքիր։ Շատ փոքր է, սովորեին։ Կա մի բան, որ բանտից ձեր մեջ հիշողություն է, էլի մնացել, որ միշտ տանջումած ես։ Մնակ շատ են ասում են դուրս գալուց հետո էլ այդ հիշողությունները կան ու կապ ունեն։ Հիշողությունները միշտ էլ մնում են հիշողությունները։ Չէ, բանտը մնում է մեր հիշողություններում։ Բայց պետք է դուրս ենք, պետք է ապրենք դրսի կյանքով, ազատության կյանքով։ Արթուրը Քոչարյան քրեակատարողական հիմնարկում է, որ Ցմահի ազատազրկման դատապարտված նաև ձեր ընկերն է եղել, ըստ էության ինքն էլ պնդում է, որ ինքը եթե մեղք ընդունի կհայտնվի ազատության մեջ, բայց փաստացի 20 տարի լինելով բանտում չի ընդունում իր մեղքը։ Դուք ինձ հետաքրքիր է, որ եկել եք Հայաստան, գնացել եք, տեսել եք Արթուրին։ Հա, տեսել եմ Արթուրին։ Տեսակցել եմ։ Նորմալ է, առողջությունն է կարևորը, պահում է, կարողանում է պահի։ Մնացածն էլ հույսով սպասում ենք, որ մի օր արդարություն կլինի, բայց ինչքան կտևի, չգիտեմ։ Գոնե, որ օրենքով տալիս է, որ վաղաժամ կարող է դուրս գալ։ Գոնե այդ ձև դուրս գա, մենք արդեն դուրսը 3-ով կպայքարենք, բայց պետք է հասնենք նրան, որ իմանան, որ մենք իրոք չարած հանցանքի համար նստել ենք։ Փորձեցիք օրինակ ազատությունից դուրս գալուց հետո հանդիպեք օրինակ Արթուրի հարազատներին, թե չեմ փորձել, չէ, որովհետև ոչ թե համարձակության հարց չկա։ Արթուրի հայրիկին պետք է հանդիպենք, իմաստ չեմ գտել, որ հանդիպենք, որովհետև ինքը հենց սկզբից էլ, որ դատերի ժամանակ էլ ասել է, որ դուք տեղյակ եք, բայց անկեղծ մենք տեղյակ չենք։ Ասում եմ, տեղյակ լինեինք, մենք նենց բաների մեջով ենք անցել, որ կասենք ու երեխա տղեկ ենք։ Նույնիսկ եթե լսելով մի բան իմանայինք,
Հանուն ձեր ազատության, մեր ազատության, համ մեր ազատության, համ երեխա ենք եղել, ես երևի չենք դիմանա։ Դիմացել ենք, որ չարած բան մեր վրա չընդունենք, չարած մեղք չընդունենք։ Ավեկի բանակի օխր մի տարի չի, 2 տարի չի, 15 տարի է, մի երիտասարդ պատանեկան տարիք, գրեթե մի պատանեկան տարիք։ Կյանքիս կեսը համերը։ 15 տարին ինչ հերի ձեր մեջ բանալեցիք, ունակ Արթուրը ինքը հավատ իր Աստծո, ինքն իր Աստվածը։ Չէ, բոլորս էլ հավատում ենք, ամեն մեկս մեր Աստծո հավատում ենք, պրոստը հիմա նենց ժամանակներա, որ այդ արդարությունը հեշտ չի հասնել արդարություն։ Ուզում եմ մի քիչ տենց բանտի կյանքից պատմեք, էլ ինքան հետաքրքիր, որտեղ եք առաջ անգամ անցկացրել, որ քրեական։ Նուբարաշենում ենք եղել, դրանից հետո Գորիս, Սևան ու Սևանից վերջ ազատվել։ Այդիկ օրինակ նրանք ովքեր որ բանտում էին հայտնվել, ասում են իրանք այնքան մարդկանց իրանց կյանքում կորցրեցին, շատերը երես թեքեցին, շատերն ասին մարդասպան է, այդ ինչը ձեր կյանքում ինչ եղավ, եղան մարդիկ, որ ձեր երես թեքեցին։ Չէ, իմ կյանքում բոլորը կան, բոլորը մնացել են, Փառք Աստծո, առողջությունները պահել են, չէ, տենց խնդիր չէ, տենց խնդրի առաջ չենք կանգնել, որովհետև իրանք էլ են հավատացել ու շատ մարդիկ են հավատացել։ Ես ասում եմ, բացի Անդրանիկ Կարապետյանից Անդրանիկ Կարապետյանին չուզեցիք տեսնել։ Անդրանիկ Կարապետյանին չենք էլ իմանում որտեղ է դաժե։ Տեսնենք, բայց ինչ անենք, տեսանք լավ, ինչ պետք է։ Ինչի է այդպես կեղծ ցուցմունք տվեց ձեր դեմ։ Երևի մի բան պետք է, երևի տենց էր պետք։ Կամ եղբորը փրկելու համար։ Կարա լինի, չեմ կարող ասեմ, բայց ամեն ինչը կարա լինի։ Արթուրին իրոք սպանել էին, չէ՞, կամ ինքնասպան դժվար եղածած։ Դե սկզբից ասում էին ինքնասպանություն, հետո արդեն ինքնասպանություն չի։ Որովհետև ինչ որ ճղած բան։ Ճղած գործի մեջ կա ամեն ինչ։ Մենք այս տարիների ընթացքում ընդեղ եղած ժամանակ նայել ենք գործը ըստ գործի Արթուրի վիզն է կդրած, 2 երակներն է կդրած ու վերջ ու կախած։ Բայց նույն Անդրանիկ Կարապետյանը իրան էլի մասնակից է սարքել ինքը իրան, բայց ինքը չի դատապարտվել։ Դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Հեշտ էր անազատությունից հետո հայտնվել ազատության մեջ, ոնց էր այդ տպավորությունը սովորել։ Որ հեշտ չի ասի, հեշտ էր, բայց նենց են կարել, որ հեշտ լինի։ Նու մեր հարազատներն էլ են նենց արել, որ ամեն ինչ հեշտ լինի։ Որ եկաք Ռուսաստանից Հայաստան ու գնացիք բանտ, այդ զգացողությունը էլի այդ ճանապարհի։ Նորմալ է եղել։ Գնացել եմ ընկերոջս մոտ, ոնց որ բոլոր մարդիկ են գնում իրանց հարազատների, իրանց ընկերների մոտ։ Դուք ձեր մեղքը չեք ընդունում։ Չենք ընդունել, մինչև հիմա չենք ընդունում, պայքարում ենք, թե ոնց կստացվի, հուսով ենք լավ կլինի։ Սա ճակատագիր էր, թե փորձանք, որի մեջ հայտնվաք։ Փորձանք էլ կարող լինի, ճակատագիր էլ կարող լինի։ Մեզ ուղղակի գիտեք ինչ կա, ներքին համոզմունքով կարողանում են դատել ու դատավորները, բայց առանց ապացույցի, ոչ մի ապացույց չկա, դաժե դատավորը, որ վճիռը կարդում է, չի ասում, որ այսինչ արունը համապատասխանում է, մատնահետքը համապատասխանում է, ու մնացած նմուշները, փորձանմուշները։ Եթե 18 տարեկան մի երիտասարդի հանդիպեք կամ առասարակ դուք հայտնվել եք բավականին լուրջ փորձության մեջ, օրինակ ձեր տարիքի այդ 18 տարեկան այդ երիտասարդին ինչ խորհուրդ կտայիք։ Հենց այդ տարիքում այդ երիտասարդներին։ Զիջող թող լինեն ու վերջ այդ կասեմ։
մի ստից բանից կարա մեծ պատմություն դառնա ու ավարտվի վատ։ Ես հիմա մի քիչ շատ է փոխվել կյանքը։ Շատ է փոխվել։ Ինչ իմաստով փոխվել։ Ամեն իմաստով ու առաջինը որ չկա արդարություն չկա։ Նույն խուլու համար համակարգն է, ոչ մի փոփոխություն, ոչ մի տարբերություն։ Հավաքվել էին, որ դատական համակարգ ասում էին, բարեփոխված դատական համակարգ ունենք, արդարադատություն է իրականացվում։ Չկա, ոչ մի բան չկա։ Դուք ձեր օրինակով եք ասում, որ չկա արդարություն։ Այո։ Ու ճակատագրեն են, Խեղվում են։ Մենակ խոսում են։ Դատական համակարգ, արդարադատություն, բայց ոչ մի բան չկա։ Հիմա ես ասում եմ, թող մեր այս գործը վերցնեն 3 հոգի, 5 հոգի հասկացող իրավաբան մարդիկ։ Թող գործը նայեն։ Ես ասում եմ, թող նայեն, եթե կտեսնեն, որ 1% դաժե որ մեղավորություն կա, մեր մասնակցությունը կա այդ գործում, թող ասեն, այս տեղերում մեղավոր ես։ Ես թազա մեղքը կընդունեմ։ Կգնամ հետ, կասեմ մենք ենք։ Բոլորս ենք ընդունենք դաժե։ Ես տենց վստահ եմ, ես տենց ու մենք բոլորս տենց մեղավոր չենք, անմեղ ենք։ Աստված տեսել է ամեն ինչ։ Նրա համար էլ մենք էլ Փառք Աստծո գանք առողջ ենք ու խոսելու ենք։ Ինչքան շնչում ենք խոսելու ենք, ինչքան ապրում ենք խոսելու ենք։ Շատ մարդիկ տեսնելու են, լսելու են, միգուցե եւ ճանաչեն, թեկուզ ու հետ գնան 15 կամ 20 տարի մեր ծառայության ժամանակ։ Մեզ ճանաչել են ու մեզ չի, որ գործից էլ կիմանան, որ մենք իրոք կապ չունենք։ Թող իրենք խոսեն, մի ձև հասցնեն իրանց խոսքը։ Այդքան բան, որովհետև անմեղ մենք համերը նստել ենք դուրս ենք եկել։ Բայց Քոչարյան Արտուրը անմեղ նստած է ու մինչև հիմա նստած է։ Պայքարում է, բայց հələ որ արդյունք չկա։ Վաղաժամն է երևի, այս ամսվա վերջում վար ինչքան գիտեմ։ Թող խիղճ ունենան, լոնե հիմա այդ տղուն ազատ արձակեն, գնա իրա ծնողներին հասնի։ Մի քիչ էլ ինքը պահի իրա ծնողներին, մինչև հիմա իրա ծնողների իրա կողն են, իրա հարազատների իրա կողն են։ Դենց այդպիսի բաներ մի խոսքով։ Մենք ուզեցինք, ես ուզեցի ուղղակի լսելի լինի հիշեցնեմ, հա խոսում ենք, միշտ ասում ենք, բայց չեն լսում, ընթացք չկա, չեն տալիս։